Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին, ընդգծելով, որ ապրիլի 24-ը խորհրդանշում է հայ ժողովրդի կրած ահռելի կորուստներն ու տառապանքը։ Միաժամանակ շեշտվում է, որ այդ ողբերգությունը չկոտրեց ազգի ոգին եւ հայ ժողովուրդը վերապրեց, վերականգնելով իր պետականությունն ու կյանքը։ Նշվում է նաեւ, որ անցյալ դարի ցեղասպանությունից հետո այսօր կրկին հայ ժողովուրդը բախվել է ծանր փորձության, Արցախի հայաթափման եւ բռնի տեղահանության հետևանքով։ Սրբոց նահատակած նվիրական այսօրը մենք մեր եկեղեցականից հետ աղոթք առ Աստված բարձրացրեցինք այցով, որ Տերը իր շնորհը, սերը եւ խաղաղությունը հղի մեր ժողովրդի կյանքին, որպեսզի ազգս հայոց սիրով միաբան, ամերաշ եւ հոգով աննկուն դիմագրավի իր կյանքի բոլոր եւ մեր հայրերի լույս պատվիրաններով ու պատգամներով կերտի իր բարեշեն, իր առաջընթաց ու հզոր կյանքը խաղաղության եւ անվտանգության պայմաններում մեր այսն ու աղոթքն ենք առ Աստված բարձրացնում, որ Տերը մշտապես օգնական ու պահապան լինի ազգիս հայոց, ի Հայաստան եւ իսպյուրս։ Աստված օրհնի մեզ ամենքից։ Հայաստանի վարչապետը ոգեկոչում է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ընդգծելով, որ ապրիլի 24-ը ոչ միայն սգի, այլև պատմությունից դասեր քաղելու եւ նման ողբերգությունների կրկնությունը կանխելու օր է։ Նա շեշտում է, որ հայ ժողովրդի գլխավոր ձեռքբերումը պետականությունն է, իսկ դրա պահպանման հիմնական երաշխիքը խաղաղությունը եւ միջազգայինորեն ճանաչված սահմանների ամրապնդումը։ Ուղերձի եզրահանգմամբ նահատակների հիշատակի լավագույն հարգանքը ուժեղ, անվտանգ եւ կայուն Հայաստանի կառուցումն է։ Մեր ժողովրդի մեծագույն փափագը իրականացված է։ Մենք ունենք պետություն եւ մենք ունենք խաղաղություն։ Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար։ Այսօր մեր տասնյակ բնակավայրեր դատարկ են։ Տասնյակ բնակավայրեր եւ ընդհանրապես մեր պետությունը թեր բնակեցված։ Սրա պատճառը խաղաղության բացակայությունն է եղել եւ գիտակցության բացակայությունը, որ հայրենիքը պետությունն է, ինքնությունը պետությունն է, անվտանգությունը պետությունն է, իր միջազգայինորեն ճանաչված տարածքներով եւ այս գիտակցության վրա հիմնվելով հայ ժողովուրդը պետք է դուրս գա գաղթի եւ պանդխտության տրամաբանությունից։ Հայաստանի Հանրապետությունը իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն, 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սևանա լճի 2/3-ից էլ պակաս է, բայց այնտեղ 5.5 միլիոն մարդ է ապրում, որովհետև պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա։ Ուղերձում Պորսո հայոց պատրիարքը նշում է, որ ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության ամենացավալի էջերից մեկի հիշատակի օրն է, որը միաժամանակ կոչ է անցյալը իմաստավորելու եւ ապագան ավելի արդար ու խաղաղ կառուցելու։ Ընդգծվում է, որ ոչ ուրացումը, ոչ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը։ Անհրաժեշտ է երկխոսություն, փոխադարձ ըմբռնում եւ հարգանք ժողովուրդների միջև հաշտություն հաստատելու համար։ Պատրիարքը կոչ է անում զարգացնել համագործակցությունը եւ ձևավորել վստահության մթնոլորտ, որտեղ հնարավոր կլինի քննարկել պատմությունը առանց թշնամանքի։ Եզրափակվում է այն մտքով, որ զոհերի հիշատակը պետք է դառնա ոչ միայն սգի, այլև հույսի, վերանորոգման եւ խաղաղ ապագա կառուցելու հիմք։
Arքեպիսկոպոս Պարքև Մարտիրոսյանը դիմել է միջազգային առաջնորդներին ահազանգելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման մասին։ Նա ընդգծում է, որ վտանգված են համամարտկային արժեք ներկայացնող սրբավայրեր եւ հուշարձաններ եւ խնդիրը ոչ թե քաղաքական, այլ հոգեվոր ու մշակութային ժառանգության պահպանության հարց է։ Կոչ է արվում միջազգային հանրությանը ձեռնարկել հստակ քայլեր ապահովելու այդ սրբությունների պաշտպանությունն ու պահպանությունը։ Լռությունը հանցագործություն է, մեղսագործություն է։ Հասկացանք, Հայաստանը լռեց, պաշտոնական Հայաստանը։ Բայց ես դիմում եմ ողջ հայությանը, եւ Մարի Հայաստանում, եւ Սփյուռքում, Ավստրալիայից սկսած, Եվրոպայով, Ռուսաստանով, Ամերիկայով, Աֆրիկայով եւ Ասիայով։ Բոլոր մեր հայրենիներին ապրող օտար երկրներում եւ Հայաստանի մեր հայրենակիցներին։ Դիմում եմ բոլոր դրսի եւ ներսի քաղաքական կուսակցություններին, միություններին, կազմակերպություններին։ Ես արդեն գրավոր դիմել եմ սենատորներ, կոնգրեսմեններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Համաշխարհային եկեղեցու խորհրդին, Ռոմի Պապին, բայց ես միայն մեկ ձայն եմ։ Դրսի հայերը պիտի դիմեն իրանց ընտրած կոնգրեսմեններ, սենատորներին, նահանգապետներին, քաղաքապետերին, որ բոլորը բարձրացնեն իրենց ձայնը, թե ինչ ցեղասպանություն է կատարվում Արցախում։ Մշակութային ցեղասպանություն, որը վերջո բերում է ֆիզիկական ցեղասպանության։ Նույնն էլ Հայաստանի բոլոր կազմակերպություններին, բլոգերներին, ժուրնալիստներին, թղթակիցներին, բոլորը համաշխարհային աղմուկ բարձրացրեք։ Մի օր պետք է կանգ առնի այս ջարդը։ Մենք չպիտի լռենք, լռելու ժամանակ չկա։ Չեզոքությունն էլ դա էլ է մեղք, որը ավելի մի մեծ մեղք է բերելու։ Դիմում եմ ձեզ, մենք ունենք մեծ ներուժ, կարող ենք կասեցնել սա, ոչ միայն մեզ համար, ամբողջ աշխարհի համար։ Մշակույթը ամբողջ աշխարհին է պատկանում։ Սիրելի հայրենակիցներ, իգործ ինքնանպատակ Միասնության թևեր կուսակցության նախագահ Արման Թաթոյանը նշել է, որ հայոց ցեղասպանության հիշատակը չպետք է սահմանափակվի ցավով, այլ պետք է ծառայի երկրի ապագային։ Նրա խոսքով մոռանալը վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել ինքնության կորստի եւ պատմության խեղաթյուրման։ Անդրադառնալով վարչապետի մոտեցմանը Թաթոյանը այն քննադատել է, պնդելով, որ նման քայլերը չեն բխում Հայաստանի շահերից։ Եթե նա լիներ ազգային գործիչ, եթե նրա համար մեր ազգի շահերը լինեին կարևոր ու առաջնահերթ, միգուցե նման այդպես խորոված փարթի անելը այդպես կարելի էր երևի ինչ որ մի ձև թեևելի անարգանք կլիներ, բայց նա ակնհայտ է, որ այդ ամենը անում է ոչ ի նպաստ մեր երկրի շահերի։ Նա անում է, որովհետև որպեսզի արժանանա ադրբեջանական իշխանության բարեհաճությանը, թուրքական իշխանության բարեհաճությանը, որպեսզի հանդիպումների ժամանակ ուսին տնտմպացնեն գովեն, ասեն, այ լավ էս այդ ամենը անում։ Նրան ասում են, օրինակ Ադրբեջանի նախագահ ասում է շարժվի աջ, շարժվում է աջ, ասում է թռի, ասում է ինչքան պետք է թռնեմ, 2 մետր թե 3 մետր թռնեմ։ Այդ պայմաններում խոսել մի բանի մասին, որ ցեղասպանությունը հիշենք, այն էլ հատուկ բերել մցրել են մի հատ էլ մեծ եղերն տերմինը, ես կարծում եմ դա պատահական չի, դա մոռացության տալու, ժխտողականության քայլերից մեկն է մեր այն մարդու կողմից, ով զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը։ Հետևաբար ինձ համար այդ խոսքերը ընդհանրապես ցեղասպանության այս միջազգային հանցագործությունը, ողբերգությունը մոռացության տալու, մեր ազգային շահերը չհետապնդելու Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ-ում իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացնում է մշակութային ցեղասպանություն, ոչնչացնելով եկեղեցիներ, գերեզմանատներ եւ պատմական հուշարձաններ, այդ թվում Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի եկեղեցին։ Մամիջանյանը նշել է, որ ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը հայ ժողովուրդը հիշում է անցյալի ողբերգությունը, սակայն դրանք շարունակություն են գտել նաեւ այսօր։ Dear colleagues, Ես ոչ առաջին եւ միանշանակ ոչ վերջին падգամավորն եմ, ով այստեղ խոսում է հայոց ցեղասպանության մասին։ Դա մարդկության դեմ կատարված հանցագործություններ 1.5 միլիոն զոհերով։ Դուք կարծում եք, թե աշխարհը ունի բավարար գործիքներ նման հանցագործությունները կանխելու համար, բայց դուք սխալվում եք։ 2023-ին հայերը կրկին բախվեցին ծանր հանցագործության, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման։ Ավելի քան 100,000 մարդ ստիպված եղավ լքել իր տունը, իսկ ճանապարհին մարդիկ զոհվեցին։ Այսօր էլ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է
հայկական մշակութային ժառանգությունը, եկեղեցիներ, գերեզմանատներ ու հուշարձաններ, այդ թվում Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի եկեղեցին։ Այս ամենի պայմաններում ես չեմ հավատում լռությանը կամ անտարբերությանը։ Ես այստեղ եմ որպես Հայաստանի ներկայացուցիչ եւ ասում եմ՝ դուք ձախողել եք, ես ողջ եմ։ Ապրիլ 24-յան այս տարվա ուղերձում Թուրքիայի նախագահը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքի զրկվել են առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում։ Էրդողանի պաշտոնական ուղերձը ընթերցվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում։ Անկարան շարունակում է ժխտել եւ չի ընդունում հայոց ցեղասպանության իրողությունը։ Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ ի թիվս այլ ժողովուրդների, նաև հայերն են խորը ցավեր կրել։ Բախումի փոխարեն նախընտրում ենք համաձայնությունը, խաղաղության, բարօրության, եղբայրության հիման վրա ավելի ցանկալի օրերի հասնելու առաջարկությամբ շարունակում ենք բոլոր հայրենակիցների եւ բարեկամների հետ միասնաբար գործել եւ պայքարել, նկատի ունենալով նրանց ազգային եւ կրոնական պատկանելությունները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում խոնարհվել է զոհերի հիշատակի առաջ, այն որակելով 20-րդ դարից ամենագույն ողբերգություններից մեկը։ Նա ընդգծել է, որ զանգվածային բռնություններն ու տեղահանությունները դատապարտելի են եւ միջազգային հանրությունը պետք է կանխի նման դեպքերի կրկնությունը։ Պուտինը նաեւ վերահաստատել է Ռուսաստանի դիրքորոշման անփոփոխ լինելը այս հարցում։ Համոզված ենք, որ մարդկանց ազգային պատկանելության հիման վրա զանգվածային ոչնչացման եւ տեղահանության քաղաքականությունը չունի եւ չի կարող ունենալ որևէ արդարացում, եւ միջազգային հանրությունը պետք է միավորի իր ջանքերը, որպեսզի նման վայրագությունները երբեք եւ ոչ միտեղ չկրկնվեն։ Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները դարձան չբուժվող վերք բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած ցավը համախմբեց մարդկանց, որոնք դրսևորեցին իրենց ամուր հավատարմությունը ավանդույթներին, իմաստությունն ու խիզախությունը։ Համոզված եմ, որ նաև ապագայում Հայաստանի որդիներն ու դուստրերը կպահպանեն իրենց ազգային ինքնությունը, բազմահազարյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները։ Մաղթում եմ բարեկամ հայ ժողովրդին բարօրություն, բարգավաճում եւ ամենայն բարիք։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես անդրադարձել է հայոց ցեղասպանության տարելիցին։ Ապրիլի 24-ին Ֆրանսիայում հիշատակում են 15 թվականի հայոց ցեղասպանությունը եւ հարգանքի տուրք է մատուցվում դրա զոհերի հիշատակին։ Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու եւ ընդգծելու այն անքակտելի կապը, որ կա Ֆրանսիայի ու Հայաստանի, ֆրանսիացիների եւ հայերի հետ, գրառել է Ֆրանսիայի նախագահը։ Շվեդիայի խորհրդարանում նշվել է հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Շվեդ պատգամավոր Բյորն Սյոդերը իր գրառմամբ հիշեցրել է, որ 15-ից 23 թվականներին Օսմանյան կայսրությունում սպանվել է մոտ 1.5 միլիոն հայ, նաև այլ քրիստոնյա փոքրամասնություններ։ Նա ընդգծել է, որ Շվեդիայի խորհրդարանը ցեղասպանությունը ճանաչել է 2010 թվականին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Երևանում ջահերով երթի ընթացքում Թուրքիայի դրոշի այրումը, հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունները պետք է կանխեին նման գործողությունը եւ պատասխանատվության ենթարկեին կազմակերպիչներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս դատապարտել է միջադեպը, այն գնահատելով որպես անթույլատրելի եւ սադրիչ քայլ, որը կարող է լարվածություն առաջացնել տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է անհապաղ կանխեր նման արշավը, որը մարմնավորում է խոր արմատներ ունեցող էթնիկ ատելություն եւ ձեռնարկեր համապատասխան անվտանգության միջոցառումներ։ Բացարձակապես անընդունելի է աչք փակել նման գործողությունների վրա ժողովրդավարական նորմերի, հավաքների ազատության եւ կարծիքի ազատության քողի տակ։ Նման գործողությունները, որոնք շարունակում են մնալ ֆաշիստական մտածողության բացահայտ դրսևորում, հիմնված Հայաստանում ռևանշիզմի եւ էթնիկ ատելության վրա, պետք է դատապարտվեն եւ դադարեցվեն միջազգային մակարդակով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այս գործողությունների համար պատասխանատուներին։ Սասուն Միքայելյանը նշել է, որ այսօրվա պայմաններում անհրաժեշտ է հասնել սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, դա համարելով միակ իրատեսական ուղին։ Անդրադառնալով Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, նա շեշտել է, որ առաջնահերթը ներկայիս իրավիճակի լուծումն է։ Նախ այսօր մենք պետք է կարողանանք այսօրվա իրավիճակից ելնելով գնանք սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ես այլ տարբերակ չեմ տնում։ Եվ մենք, որպես ես երկրապահի վարչության նախագահ, այս տարիների ընթացքում, դե բնականագիտեք, Արցախյան պատերազմում մենք 9.4 հոգով մասնակցել ենք, տվել ենք 74 զոհ, 113 վիրավոր, եւ 20 թվականից մինչեւ այսօր 7 ուղղությամբ պահվում ենք մեր պետական սահմանները։ Եվ հիմնականում մեծ ուժերը մեր երկրապահի
Զավապանի հանդիպում են։ Դա հակասում է ճանաչման վերաբերում գործընթացին։ Թուրքիայի դրոշ շահերելու դաշնակցության քայլին, որտեղ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի նախագահ դրանք դատապարտեցին այդ գործողությունը։ Ես այսօրվա իրավիճակից հասկանում եմ, որ դա ընդհանրեն ակցիա էր, որոշ մարդկանց ցանկությամբ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ մեր սահմանազատման հետ կապ։ Բայց դա տարիներ շարունակ տեղի է ունեցել, պարոն Դա Միքայելյան։ իրանց խնդիրն է, իրանց կուսակցությունն է, ես չեմ քննադատում կամ չեմ Նախորդի դուք չեք մասնակցել երբևէ, կամ քննադատել եք դրոշ վառելու։ Ընդհանրապես շրջաններով Նախորդ տարիներում նման բան չկար, որ գնային խաղաղության պայմանագրի։ դրոշ վառել։ Հարց եք տալիս, լսեք հայ բալամ։ Դրոշ վառել միշտ եղել է եւ Դա իրանց կուսակցության խնդիրն է։ Բայց այսօրվա իրավիճակում պետք է մի քիչ խելոք լինենք, ես միշտ ասել եմ։